Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ Իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Զրուցակիցս տնտեսագետ, ՀՊՏՀ միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խաչիկյան, նախ մի քանի հայտարարությունների մասով Ադրբեջանի նախագահը օրերս հայտարարեց, որ իդեմս Ադրբեջանի Հայաստանը գտել է էներգակիրների հուսալի աղբյուր։ Էներգակիրներ Ադրբեջանից մենք որոշակի քանակությամբ ներկրել ենք էներգակիրներ եւ այս հարցը պարբերաբար քննարկում է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների տրամաբանության մեջ, նույն ատոմականի հարցը, գազի գնի հարցը ու հազար մի բան։ Նախ Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունը, շատերը բնորոշում են սա որպես, այսպես ասենք, սպառնալիք եւ ինչպես Ռուսաստանի պարագայում, երբ որ այդ հարցերը, երբ որ խնդիրներ են առաջանում այս երկրների հարաբերություններում, դառնում են քաղաքական շանտաժի կամ քաղաքական ճնշման կամ կարող են դառնալ այդպիսին գործիք, նույն պարագան այնպես լինի, որ այսպես ասենք այդ գործիքը հիմա էլ չփոխանցվի Ադրբեջանին, հա։ Կընտրեմ այս մասով Հայաստանի հնարավորություններին անդրադառնանք։ Շնորհակալություն, կարևոր հարցադրում էր։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը ունի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ենթատեքստ, որպես ուղերձ առայն, որ Ադրբեջան-Հայաստան երկխոսությունը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն, սա շատ կարևոր է Արևմուտքի համար, եւ սա շատ կարևոր է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։ Ի նկատի ունեմ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում, քանի որ հատկապես էներգակիրների առումով Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից բավականին մեծ է, նմանատիպ հայտարարությունները բնականաբար ունեն նաեւ քաղաքական ենթատեքստ։ Իհարկե հայաստանյան իշխանությունների կողմից չպետք է իշխանությունները չպետք է այնպիսի քայլեր անեն, որ բավականին մեծ կախվածություն ունենան ադրբեջանական շուկայից, բայց դիվերսիֆիկացիայի շրջանակում անհրաժեշտ են բնականաբար այդ քայլերը։ Ես կարծում եմ, որ հետագա գործընթացները կարող են ցույց տալ հետևյալը, որ եթե ստացվի առևտրատնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ այնպես, որ միայն Հայաստանը թեկուզ ոչ ամբողջությամբ, բայց որոշակի չափով կախվածություն ունենա ադրբեջանական էներգակիրներից, իսկ Ադրբեջանը Հայաստանից ապրանքներ չներկրի, սա արդեն առողջ տնտեսական հարաբերությունների մասին չի խոսում բնականաբար, եւ Հայաստանի կառավարության քայլերը այս ուղղությամբ պետք է լինեն շարունակական, ինչը արդեն կարող է որոշակի ցուցիչ հանդիսանալ գոնե ռազմավարության մշակման առումով, որոշակի հեռանկարների առումով, որ այո, փոխգործակցություն կա, իսկ թեկուզ եւ հուսալի ժամանակավորապես, թեկուզ եւ միայն էներգակիրների շրջանակում Ադրբեջանից ունենալով նմանատիպ կախվածություն բնականաբար ցանկալի չէ։ Այսինքն եւ Ռուսաստանից, եւ Ադրբեջանից, եւ Իրանից ներկրել։ Այո, հնարավորինս դիվերսիֆիկացնել շուկան, հատկապես էներգետիկ ոլորտը, որը այժմ գտնվում է միջազգային առումով բավականին լուրջ անորոշությունների պայմաններում, խիստ անհրաժեշտ է այդպիսի դիվերսիֆիկացումը։ Ոչ միայն այն պատճառով, որ վաղը մյուս օրը Ադրբեջանը ենթադրեն կարող է ինչ-որ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար, այլ այդ խնդիրները կարող են լինել օբյեկտիվ, պայմանավորված Ադրբեջանի կողմից գազի պաշարների հետ, այսօր մամուլում փորձագիտական դաշտում բազմաթիվ հրապարակումներ կան, որ այն էներգակիրները, որոնք արտահանվում են Ադրբեջանի կողմից, դրանք Ադրբեջանում չեն ամբողջությամբ արտադրվում։ Այստեղ կա խնդիր, եւ այդ խնդիրը հետագայում կարող է խորանալ, եթե իսկապես դա այդպես է։ Եվ հետևաբար հաշվի առնելով նաև իհարկե զգայուն հարցեր կան երկու պետությունների միջև, բոլոր այս հարցերը հաշվի առնելով հանդերձ, դա նշանակում է, որ թեկուզ եւ որոշակի առումով հուսալի գործընկերություն, բայց այնուամենայնիվ չպետք է ամբողջությամբ կամ թեկուզ մեծամասամբ լինել կախվածության մեջ։ Դե ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Պուտինը ասաց, որ իդեմս Ռուսաստանի Հայաստանը ունի հուսալի տնտեսական գործընկեր, մենք տեսանք թե ինչքանով է այն հուսալի, հա, հիմա շարունակում ենք դեռ տեսնել եւ կրել դրա հետևանքները։ Իրանից նոր խողովակաշարի կառուցման անհրաժեշտություն կա։
Կարծում եմ նոր խողովակաշարի կառուցման անհրաժեշտություն կա, բայց դա Հայաստան-Իրան որոշելու տիրույթից մի քիչ դուրս է, կարծում եմ, որովհետև դա ավելի շատ կունենա աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Եթե խողովակաշարը լինի միայն Հայաստան-Իրան հարաբերությունների շրջանակում, դա կարող է տնտեսապես ձեռնտու չլինել, ենթադրենք Իրանին, հաշվի առնելով նաև քաղաքական գործոնները, Ռուսաստանի հետ հարաբերությունները, տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունները, իսկ եթե այդ խողովակաշարը լինի Հայաստան-Իրան, բայց այնուամենայնիվ ունենա նաև աշխարհաքաղաքական ավելի լայն տարածաշրջանային, գուցե միջազգային ընդգրկում, բնականաբար դա շատ կարևոր ռազմավարական մոտեցում է եւ ռազմավարական մոտեցում է ոչ միայն Իրան-Հայաստան համատեքստում, այլ Արևմուտք-Իրան համատեքստում, որովհետեւ Հայաստանը բավականին լուրջ փաստաթղթային հենք է ստեղծել ինչպես Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի հետ տրիպի շրջանակում, Եվրամիության հետ ռազմավարական գործընկերության շրջանակում, սրանք այնպիսի կարգավորումներ են, որոնք անպայման ի նկատի կունենան Հայաստան-Իրան հարաբերությունները։ Եվ եթե միջազգայնացման շրջանակում նմանատիպ խողովակաշարեր կառուցվեն, ստեղծվեն, դա կնշանակի, որ այսպես ասած կոնսենսուսային միջավայր է ձևավորվել միջազգայնացման առումով։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները քննարկել են հայկական գյուղմթերքի հնարավոր արտահանման հնարավորությունները դեպի Ամերիկա։ Այս մասով ինչ հնարավորություններ ունենք, ինչ խնդիրներ ունենք եւ որքանով է իրատեսական, հա։ Գիտեք, բոլոր դեպքերում, երբ որ տրվում է հնարավորություն, այդ հնարավորությունից օգտվողներ միանշանակ կլինեն։ Ես կարող եմ ենթադրել, որ դա մեծ ծավալ չի ընդգրկի, հաշվի առնելով ներկայիս Հայաստանի գյուղատնտեսության վիճակը եւ նաեւ ստանդարտները, ապրանքների որակը եւ այլը, բայց սա նշանակում է մի շատ կարևոր հանգամանք, որ երկարաժամկետ կտրվածքով, եթե այս հնարավորությունը պահպանվի, ես վստահ եմ, որ կլինեն բիզնեսներ, որոնք հատուկ կթիրախավորեն այս շուկան եւ կսկսեն ստեղծել, արտադրել այնպիսի ապրանքներ, այնպիսի գուցե վերամշակված նաեւ ապրանքատեսակներ, որոնք միանշանակ ընդունելի կլինեն ամերիկյան շուկայի համար։ Այսօրվա տնտեսական հարաբերությունների մեջ իհարկե լոգիստիկան խնդիր է, հասկանալի է Հայաստանից ԱՄՆ արտահանում ինչպիսի խնդիրների կարող է բախվել, բայց նաև հաշվի առնելով այն արժեշղթաները, որոնք իրականացնում են արտահանում, ես կարծում եմ, որ դա իրատեսական է եւ այստեղ ընդամենը պետք է պետություն մասնավոր փոխգործակցության այնպիսի համակարգ, որ իսկապես տնտեսվարողները թիրախավորեն երկարաժամկետ հատվածի համար նմանատիպ արտահանում, հակառակ պարագայում բնականաբար դրանց ծախսերը մեծ են եւ այդպիսի ծախսերը արդարացված չեն լինի, եթե երկարաժամկետ հատվածի համար չդիտարկվի։ Կարծում եմ, որ եւ Եվրամիություն, եւ ԱՄՆ, եւ նաեւ այլ երկրներ դրանք խիստ անհրաժեշտ են, հատկապես գյուղմթերքի համար, քանի որ գյուղմթերքի պարագայում մենք տեսնում ենք, որ կան որոշակի սահմանափակումներ ԵԱՏՄ եւ Ռուսաստանի շուկայի կողմից, եւ գիտեք, երբ որ ստեղծվեն հնարավորություններ դեպի ԱՄՆ կամ Եվրոպա արտահանելու համար, միգուցե այսպիսի մրցակցությունը արդեն ստիպի մյուս կողմերին վերանայել որոշումները ոչ միայն գյուղմթերքի արտահանման, այլ նաև ենթադրենք հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների շրջանակում, որովհետև ոչ միայն արդեն արդիական չեն լինի սահմանափակումները, այլ արդիական կլինի այն հարցը, թե հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները ինչպես օգտագործել, ենթադրենք ռուս-ամերիկյանի, ռուս-եվրոպականի շրջանակում։ Այսինքն այս փաստաթղթային հենքը, նման մեխանիզմները հնարավորություն են տալիս Հայաստանին դիրքավորել որպես միջանկյալ գործընկեր եւ վստահաբար կարող է դա նպաստել տարածաշրջանային ու ավելի լայն կոնտեքստում Հայաստանի դերին։ Իսկ հիմա Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունները վերանայման փուլում են։ Ես կարծում եմ, որ եթե ոչ պաշտոնապես, ապա առնվազն դրանք վերանայման փուլում են եւ աստիճանաբար դրանք բավականին լուրջ արդիականացման գործընթացներ կանցնեն։ Միանշանակ վերադարձ նախկին ձևաչափին հնարավոր չէ, ներկա ձևաչափով աշխատելը խնդիրներ կստեղծի ինչպես հայաստանյան, այնպես էլ ռուսաստանյան տնտեսության համար, անկախ նրանից, որ հայաստանյան տնտեսությունը փոքր է, միգուցե ռուսական շուկայի համար,
համար, բայց Հայաստանը կարևոր կապակցող օղակ է Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների համար։ Հատկապես այժմ, երբ որ ամերիկյան որոշակի տնտեսական հնարավորություններ են բացվում Եվրամիության հետ, կարծում եմ Ռուսաստանը հետաքրքրված կլինի ավելի սերտացնել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ եւ օգտագործել հայաստանյան հնարավորությունները այլ երկրներ, այլ շուկաներ դուրս գալու համար։ Օրինակ ինչպես ռուսական արտադրանքի վրա կպցնենք հայկական արտադրանք Ոչ, վերամշակումը համարվում է միջանկյալ օղակ արտադրական գործընթացների շրջանակում եւ օրինակ ռուսաստանյան նույն գյուղմթերքը հայաստանյան պարագայում Հայաստանում կարող է ունենալ որոշակի վերամշակում, ավելացված արժեք, Հայաստանում ստեղծի ավելացված արժեք, այնուհետև արտահանվի այլ երկրներ, սա բնականաբար արժեշղթայի նոր արժեշղթայի ձևաչափ է, նոր տնտեսական մոդել է, որ նախ շրջանցում չի նշանակում որևէ իրավակարգավորում եւ երկրորդ չի նշանակում որևէ երկրի տարածք օգտագործել անլեգալ գործընթացների համար։ Ես կարծում եմ, որ այս արժեշղթան նպաստավոր կլինի ռուսաստանյան տնտեսության համար եւ եթե օրինակ դիտարկենք թրիփի պարագայում, այո, այսօր քննարկում է, որ թրիփի չի խոչընդոտում ԵԱՏՄ-ն, բացարձակապես։ Այսինքն, եթե թրիփը նորմալ գործարկվի Հայաստանում ԵԱՏՄ իրավակարգավորումների պայմաններում, ԵԱՏՄ-ն բավականաչափ դրանից տնտեսապես շահած դուրս կգա։ Եվ այս պայմաններում հաշվի առնելով մաքսատուրքերի վճարները ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ երկրները բնականաբար որպես ամենամեծ շահառու Ռուսաստանը պետք է հետաքրքրված լինի այս կոնցեպտի աշխատելու շրջանակում։ Բայց պարբերաբար ըստ հրապարակումների, որը նաև այսպես ասենք որոշակի բացասական է ընկալվում, միշտ նշվում է, որ Հայաստանը ավելի շատ ընդհանուր բյուջե վճարումներ է անում, քան ստանում է, հա։ Իրականում դա այդպես է, ԵԱՏՄ-ի շրջանակում ավելի շատ վճարումներ է անում, քան ստանում է, որովհետև Հայաստանը երրորդ երկրներից ավելի շատ ներմուծումներ է իրականացնում։ Դրանով է դա պայման։ Այո, այո։ Որտեղ երրորդ երկրներից ներմուծումների շրջանակում է վճարումները ԵԱՏՄ բյուջե իրականացնում։ Իսկ Հայաստանը ունի բավականին մեծ քվոտա եւ դա մեր կառավարության նաեւ ջանքերով է այդ քվոտան ձեռք բերվել Եվրամիության շրջանակում, օրինակ էլեկտրոմոբիլների կամ այլ ապրանքների շրջանակում։ Իհարկե դա նաեւ նպաստում է ԵԱՏՄ երկրներին վերաարտահանման նպատակով, բայց բոլոր դեպքերում այդ մեխանիզմը այո, այդպես է, եթե չեմ սխալվում 2021-22 թվականից սկսած արդեն Հայաստանն ավելի շատ վճարում է ԵԱՏՄ բյուջե, քան ստանում է ԵԱՏՄ-ից եւ շնորհիվ երրորդ երկրներից ներմուծման։ Իսկ եթե Հայաստանը գնում է տնտեսական դիվերսիֆիկացման, հա, ապա կա անհրաժեշտություն մնալ ԵԱՏՄ-ում։ Կարծում եմ դա ռազմավարական ժամանակահատվածում դրա պատասխանը հնարավոր է ստանալ, այս փուլում դրա անհրաժեշտությունը կա, որովհետև կան գործող մեխանիզմներ, կան բիզնես կապեր, որոնք միանգամից խզելը կարծում եմ նպատակահարմար չի լինի ոչ տնտեսական եւ ոչ էլ քաղաքական առումով, եւ Հայաստանը բազմիցս այդ ուղերձը հղել է, որ ես պատրաստ եմ տնտեսական եւ քաղաքական առումով աշխատել, բայց դա չի նշանակում, որ ես կհեռանամ դիվերսիֆիկացիայի իմ քաղաքականությունից։ Կարծում եմ դա նաև նպաստավոր կլինի ԵԱՏՄ երկրներին, որովհետև Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ շուկայից բավականին լուրջ առնվազն քաղաքական խնդիրներ կառաջացնի ԵԱՏՄ երկրների շրջանակում։ Շատ լավ։ Իսկ հակազդելու ինչ-որ հնարավորություններ ունի այս իրավիճակին Հայաստանը։ Հայաստանը հակազդելու ԵԱՏՄ-ի շրջանակում։ Դե հա, ասենք այս սահմանափակումներին։ Կարծում եմ, որ հակընդդեմ քայլեր չի իրականացնում Հայաստանը, հայելային պատասխան չի տալիս, որոշակի գործիքակազմ միգուցե կան եւ այդ գործիքակազմը միգուցե էական չի, բայց խնդիրը դա չի, որ Հայաստանը հակազդելու հնարավորություն ունի, թե ոչ։ Խնդիրը նա է, որ Հայաստանը չի հակազդում եւ ավելին նույնիսկ ուղերձը այնպիսին է, որ ես պատրաստ եմ երկարաժամկետ գործընկերության ընտրություններից հետո Փաշինյանի առաջին այցը եղավ Ռուսաստան, իհարկե հաշվի չառնելով Իրանի հանգամանքը, որտեղ նա
այլ գործընթացով էր պայմանավորված, բայց սա միջազգային հարաբերությունների մեջ ուղերձ է եւ այդ ուղերձի շրջանակում կարծում եմ նախ ռետորաբանության առումով որոշակի մեղմացումներ եղան, չնայած գործողությունների առումով դեռևս չկան, բայց ես կարծում եմ, որ հետևողական քաղաքականության դեպքում այո, հնարավոր է, որ ԵԱՏՄ գործընթացները որոշակի մեղմացում ունենան Հայաստանի համար, խոշոր հաշվով ԵԱՏՄ գործընթացներ որպես այդպեսին չկան, դրանք Ռուսաստանի գործընթացներ են եւ ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում աստիճանաբար մեղմացում տեղի կունենա, հակառակ պարագայում դրանք ոչ տնտեսապես եւ ոչ էլ հատկապես քաղաքականապես կարծում եմ ձեռնտու չեն լինի ոչ Հայաստանին, ոչ էլ Ռուսաստանին։ Գործադիրը պատրաստվում է համանդրական դատան ուղարկել TRIP-ի վերաբերյալ համաձայնությունները եւ այլն։ Դրա մասով, հա, այն էապես կփոխի իրավիճակը եւ Հայաստանում եւ տարածաշրջանում, բայց հաշվի առնելով նաեւ այն կոնֆլիկտային իրավիճակը, որը այնուամենայնիվ դեռ միջև այս պահը պահպանվում է, օրինակ ես նկատի ունեմ Իրանի շուրջ զարգացումները, Հայաստան-Թուրքիա փակ սահմանը, Ադրբեջանի հետ փաստացի փակ սահմանը էլի, հա, տարանցման նպատակով օգտագործում ենք, բայց դա ինստիտուցիոնալ ինչ-որ հիմքերի վրա չի, դա ուղղակի Ադրբեջանը ինչ-որ ժեստ է արել է եւ վաղ կարող է չանել։ Համաձայն եմ, այստեղ մի կարևոր հանգամանք կա, Հայաստանը ցույց է տալիս, որ ինքը ինստիտուցիոնալ գործընթաց է սկսում ոչ թե TRIP-ի շրջանակում, այլ միջազգայնացման շրջանակում, հաղորդակցության բացման շրջանակում։ TRIP-ը Հայաստանի տարածքում է միայն TRIP, դրա տնտեսական նշանակությունը խոշոր հաշվով Եվրոպա-Ասիա հաղորդակցությունն է, եւ այդ հաղորդակցության շրջանակում շահագրգռված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Եվրոպան եւ բավականին լուրջ զարգացած երկրներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Ասիան այժմ համարվում է տնտեսապես ամենադինամիկ զարգացող տարածաշրջանը ամբողջ աշխարհում, դա արձանագրված է բազմաթիվ միջազգային փաստաթղթերում եւ դա իրապես այդպես է։ Այս հանգամանքը հաշվի առնելով պետք է նկատել, որ այո, անհրաժեշտություն կա այս միջանցքի բացման, Հարավային Կովկասով տնտեսական միջանցքի բացման եւ այստեղ TRIP-ի դերակատարումը բավականին մեծ է։ Իսկ կոնկրետ Հայաստանի պարագայում ես կցանկանայի շեշտել, որ TRIP-ը դա միայն հաղորդակցություն չէ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ TRIP-ի հետ միասին ստորագրվել են այլ փաստաթղթեր նույնպես մոդուլային էլեկտրոկայանների վերաբերյալ, արհեստական բանականության գործանի եւ չիպերի արտադրության վերաբերյալ, եթե սրանք միասին դիտարկենք, սա Հայաստանի համար նոր տնտեսական մոդել է եւ ես կարծում եմ, որ այո, սրա վրա հատուկ ուշադրություն դարձնել եւ կենտրոնանալը խիստ անհրաժեշտություն է։ Շատ լավ, դառնանք նաև Թուրքիային, հա։ Հնարավոր չի լինի, չէ՞, ամեն ինչ իրագործել ունենալով այդ փակ սահմանը։ Կարծում եմ ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի պարագան խիստ անհրաժեշտ է, եթե դիտարկենք Եվրոպա-Ասիա հաղորդակցությունը, ապա այդ ցամաքային հաղորդակցության այսպես մեջտեղում կա 3 պետություն՝ հյուսիսում Ռուսաստան, հարավում Իրան եւ մեջտեղում Ադրբեջան։ Ռուսաստանից հետո հյուսիսային օվկիանոս, այնուհետև հարավ Իրանից հարավ դարձյալ օվկիանոս, այսինքն ցամաքային սահման այս 3 պետությունների միջով է հնարավոր։ Ռուսաստանը միանշանակ երկարաժամկետ հատված կարծես թե փակվում է եւ դա նաեւ Ռուսաստանն է իր տնտեսական քաղաքականությունն այդպես տանում։ Իրանի պարագայում խնդիրները գիտենք, տեսնում ենք եւ եթե բացվի դա երկարաժամկետ նորից հեռանկարում է հնարավոր։ Այսինքն Ադրբեջանի տարածքով միևնույնն է սա պետք է օգտագործվի։ Թուրքիայի տարածքը պետք է օգտագործվի։ Այստեղ միջանկյալ խնդիրը Վրաստան, Հայաստան, Հարավային Կովկասում փոխգործակցությունն է եւ այն ինչ կա Վրաստանի տարածքով դրանք կան։ Եվ Հայաստանի տարածքով ստեղծվողը լուրջ այլընտրանք է եւ քաղաքակրթական, եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ խնդիրը հենց սրանում է վերաբերում, որ այո, եւ Թուրքիան, եւ Ադրբեջանը պետք է լինեն դերակատար Եվրոպա-Ասիա հաղորդակցության շրջանակում եւ մենք պետք է փորձենք Հայաստանի դերը բարձրացնել այնպես, որ ինչ որ առումով կարողանանք հավասարակշռել այս դերակատարությունը։ Շատ լավ։ Իսկ երկաթուղային կոնվենցիայի հարցը ինչպես ձեզ պետք է լուծվի, որ այն հետագայում էլ որևէ խնդիրներ չառաջացնի Հայաստանի համար կամ ինչպես վարչապետն էր ասում, Հայաստանի մրցակցային առավելությունը չտուժի։
Վարչապետը նաև մեկ այլ կարևոր հայտարարություն արեց երկաթուղին, որքան էլ որ կոնցեսիոն կառավարման տրված է Ռուսաստանին, միևնույն է նա Հայաստանի սեփականությունն է, օրինակ դա նույնը չենք կարող ասել, ենթադրենք գազի ցանցի հետ կապված, իսկ երկաթուղու ցանցի հետ կապված կարող ենք ասել, որ դա Հայաստանի սեփականությունն է եւ դա շատ կարևոր արդեն մեկնարկային պայման է Հայաստանի համար։ Հայաստանը իհարկե կարող է վճարել նաև անհրաժեշտ գին, այդ սեփականությունը իշա Հայաստանի տնտեսության օգտագործելու համար, եթե հարցը հասնի նմանատիպ գործընթացների, բայց ես կարծում եմ, որ առաջին փուլում անհրաժեշտ է բանակցային ձևաչափ եւ մամուլում կամ փորձագիտական շրջանակում շրջանառվող այն կարծիքը, որ ենթադրենք ղազախական կողմը կամ արաբական որևէ երկիր կարող է վերցնել կոնցեսիան եւ դա փոխշահավետ կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար, ես կարծում եմ դա աշխատող տարբերակ է, որքան դիվանագիտությունը կարող է հասնել դրան կամ դա որքան հասանելի կլինի դիվանագիտությանը կդժվարանամ այս փուլում ասել, բայց կարծում եմ այդ տարբերակի վրա իսկապես արժե կենտրոնանալ, իսկ եթե չլուծվի այդ տարբերակով հարցը, բնականաբար Հայաստանի սեփականության կառավարումը վերադարձնել Հայաստանին, թեկուզ դրա դիմաց վճարելով բարձր գին, ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա։ Շատ լավ։ Նաև հեծի պետականացման գործընթացն է շարունակվում, շուտով երևի կմեկնարկի Արարատ ցեմենտի գործընթացը։ Դա ինչ է տալիս Հայաստանին, օրինակ նույն Արարատ ցեմենտի մասով, հա? Եվ դրա անհրաժեշտությունը կա։ Գիտեք, բավականին լուրջ քննարկումներ կար նախկինում նաև հեծի մասով, հեծը, Արարատ ցեմենտը եւ դրանք մոնոպոլ դիրք ունեցող կառույցներ են եւ մոնոպոլ դիրք ունեցող կառույցները, ես չեմ ասում տնտեսական, բոլոր դեպքերում մոնոպոլ դիրք ունեցող կառույցներ են եւ այդ տիպի կառույցների վրա պետության վերահսկողական դերը պետք է լինի մեծ։ Եթե պետությունը չունի իրավակարգավորումներ կամ մեխանիզմները այնպիսին են, որոնք հնարավորություն չեն տալիս ունենալ այդպիսի վերահսկողական շատ ավելի մեծ դեր մոնոպոլ կառույցների նկատմամբ, կարծում եմ, որ առնվազն պետականացման ուղղությամբ իրականացվող քայլերը, իհարկե չշրջանցելով սեփականատերերի շահերը եւ երկարաժամկետ գործարքները, որոնք նրանք կարող են ունենալ միջազգային գործընկերների կամ ենթադրենք պետության ներսում, սրանք լուրջ հարցեր են, որ պետք է քննարկվեն, բայց ես առավելապես սրանք դիտարկում եմ պետության վերահսկողական գործառույթի դերի մեծացմամբ, որովհետև մենք բավականին լուրջ անորոշ եւ անցումային փուլում ենք եւ տարածաշրջանային եւ միջազգային առումով եւ տնտեսության կառուցվածքի վերափոխման առումով այն բոլոր խնդիրները, որ այսօր ծառացած են Հայաստանի առջև, դրանք նաեւ պահանջում են կամ դրանց լուծումը պահանջում է նաեւ տնտեսության վերափոխում։ Իհարկե ես այն կարծիքին չեմ, որ վերափոխումը պետականացնելն է, բայց բոլոր դեպքերում առանցքային կամ հիմնարար նշանակություն ունեցող տնտեսական կառույցների շրջանակում, այո, այդ դերի մեծացումը խիստ կարևոր է։ Եվ եթե այդ դերի մեծացման շրջանակում պետությունը տեսնում է պետականացում, միգուցե պետականացնելուց հետո հաջորդ փուլում նորից սեփականաշնորհման գործընթաց կսկսվի, բայց արդեն ավելի լայն միջազգային կոնտեքստում եւ արժեթղթավորված ձևաչափով, ենթադրենք միջազգային ավելի ընդունելի ձևաչափերով, ես դրան եմ կողմնակից, որ նույն Արարատ ցեմենտը, հեծը հետագայում նորից մասնավորեցվի, բայց ավելի միջազգային համատեքստում եւ ավելի լայն շրջանակում ընդգրկելով միգուցե նոր ներդրողներ, նոր հնարավորություններ, կարծում եմ այս փուլերով Հայաստանը պետք է անցնի եւ ստիպված պետք է անցնի։ Այսինքն միջազգային նաև ներդրողներ դրանցում ներգրավեն, որպեսզի այո, եւ հեծում եւ Արարատ ցեմենտում, օրինակ, երբ որ պետականացվի եւ պետականացվելուց հետո մնա որպես պետական ձեռնարկություն, այդ մոտեցումը ես այնքան էլ չեմ ողջունում, իհարկե պետք է դեռևս սպասել հասկանալու համար պետությունն ինչպիսի մոտեցում ունի սրա նկատմամբ, բայց պետականացումից հետո նորից մասնավորեցնել եւ մասնավորեցման գործընթացի մեջ ներգրավել միջազգային խաղացողներ տարբեր երկրներից, միգուցե տարբեր տարածաշրջանից, այնպես ինչպես սովորական միջազգային լուրջ տնտեսական կառույցներն են իրականացնում։ Ես կցանկանայի տեսնել այդպիսի գործընթացներ կոնկրետ հեծի, ցեմենտի գործարանի կամ ցանկացած այլ տնտեսական
կառույցի նկատմամբ, որը որ Հայաստանում ունի մոնոպոլ դիրք։ Իհարկե պետական վերահսկողության բարձր մակարդակի պայմաններում։ Էլ որ այդպիսի առանցքային նշանակության ձեռնարկություններ կան, որոնք պետք է լինեն այդ պետության, ինչպես նշեցիք, բարձր վերահսկողության ներքո։ Օրինակ հեռահաղորդակցության ոլորտում իհարկե իրավակարգավորումները այնպիսին են, որ խնդիրներ չեն երևում, կարծես թե, բայց ես կարծում եմ, որ պետության վերահսկողությունը բավականին բարձր պետք է լինի եւ նույնը կարող եմ ասել նաեւ հարավկովկասյան երկաթուղիների նկատմամբ։ Շատ լավ, դե զրույցը մեր եզրափակենք էլի TRIP-ով, տեղեկություն տարածվեց, թե ով է Միացյալ Նահանգների կողմից նշանակվել այդ հիմնադրամներում գործողություններ իրականացնելու համար եւ այլն, եւ մամուլը եթե իհարկե հիմնվում ենք այսքան ոչ թե անձի, այլ նրա ընդհանուր գործունեության վրա, հա, ասում են հեռահաղորդակցության ոլորտում այստեղ մեծ ներկայություն ունի այդ տվյալ անձային, հետո մամուլը հիշեց նրա հանդիպումները, օրինակ նույն Փաշինյանի հետ կամ փոխվարչապետ Գրիգորյանի հետ եւ այլն։ Այս մասով Հայաստանի համար եւ բացասական լույսի ներքո է դա ներկայացվում, եւ ներկայացվում նաեւ դրական լույսի ներքո, հա։ Բացասականը հիմնականում նաեւ բնորոշվում էր այսպես Ռուսաստանով Ամերիկա։ Ես չեմ կարծում, որ ազգությամբ ռուս գործարարը, եթե նշանակվի հայ-ամերիկյան որևէ խոշոր կոնսորցիումի ղեկավար, նա պետք է պաշտպանի որևէ երկրի շահ։ Նա պետք է պաշտպանի հայ-ամերիկյան կոնսորցիումի շահը, այն կոնսորցիումի, որը ինքը ղեկավարում է։ Եթե այդ հայ-ամերիկյան կոնսորցիումի շահի շրջանակում որոշակի փոխգործակցություն կլինի Ռուսաստանի հետ, փոխգործակցություն կլինի Չինաստանի հետ, Իրանի հետ, դա միմիայն ողջունելի է, բայց այն մտահոգությունները, որ ենթադրենք Ռուսաստանում ծնված, ազգությամբ հրեա կամ Չինաստանի հետ լուրջ տնտեսական կապեր ունեցող, այսպիսի շղթան ես չեմ ընդունում, սա ընդհակառակը, սա ցույց է տալիս, որ մենք իսկապես գործ ունենք միջազգայնացման լուրջ գործընթացի հետ եւ այստեղ ավելի շատ կարեւորվում է կապիտալի դերը, քան մարդու դերը, որը ղեկավարում է այդ կապիտալը։ Եվ այո, այդ կապիտալի դերի շրջանակում նմանատիպ խոշոր գործարարը կամ կառավարիչը իհարկե կարող է լուրջ նպաստ բերել եւ հայ-ամերիկյան կոնսորցիումին եւ այդ կոնսորցիումի շրջանակում միգուցե Ռուսաստանի հետ հարաբերություններին, Իրանի հետ հարաբերություններին, դրանք բացառապես այդ կոնսորցիումի շրջանակում որոշվող հարցեր են եւ եթե կոնսորցիումի շրջանակում որոշվել է այդ անձնավորությունը, կարծում եմ, որ դա լավագույն լուծում կարող է լինել։ Շնորհակալություն։ Համեցեք։ Զրուցակիցս տնտեսագետ Սոս Խաչիկյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։